Ողջույն, հետևորդներ ջան, ինչպես եք, ես այսպես հողի գործի, այստեղ ցանել եմ, համեմ պետրուշկա, սամիտ, ցանել եմ և հիմա էլ որոշել եմ ջրել հետևորդներ ջան, որպեսզի մի քիչ հողը փափկի և ցանածը դուրս գա, մի քիչ այսպես ջրեմ, քանի հովը ընկել է, քանի հով է, լավ հողը այսպես ցամաքացնեմ, թաթացնեմ, արևը մի անգամից չորացնում է, հիմա նայեք այսպես ջրում եմ, վաղ առավոտն արդեն վեր ենք գնում, տեսնում եմ արդեն 4 է, դրա համար մի քիչ շատ, շատը ջրեմ, որ խնդիր չառաջանա, սա հողերն է չոր են, հետևորդներ ջան, հիմա էլ այսպես համեմի ու սամիքի սենց արանքները ջրեմ, չեմ ուզում պահեմ վրաները, որովհետև վրաս սկսի թուլանալ, այսպես արանքները ջրելով գնում եմ, լավ ծառավելա, չոր-չորա, շատ սիրում եմ ջուր անել, այսպես ժամով կարող է շլանգը պահեմ, ջուրը հոսի ու սենց ներվերս հանգստանում է, հավեցա, նենց է սառը ջուր է հետևորդներ ջան, ոնց որ շաղցը խցիկ դրած լինի, շատ սառը ջուր է, լավա բախտս բերելա, որ շլանգը երկար է ու նորմալ է լինում ջրելը, այստեղ էլ եմ բան ցանել, ստեղ էլ ջրեմ, ինչքան ազատ հող տեսնում եմ, հետևորդներ ջան, ասում եմ անմիջապես բանը ցանել, որովհետև դե գիտեք, ինձ կանաչիներ շատ են հարկավոր, շատ, թե կանաչի, թե մարոլ, հիմա այստեղ ունեմ փոքր չափի մարոլներ, տեսեք այսպես, ջրում եմ, փոքր չափի, նոր եմ ցանել այս մարոլները, տեսեք, մինչև որ արդեն այս մեծերը կվերջանան, արդեն փոքրները դուրս կլինեն ու ճիշտ ժամանակը կլինի օգտագործելու, դե վարունգներս արդեն ջրել եմ, հիմա այս մանորները այսպես ջրեմ, վարունգներս տեսնում եք, վերջը ինձ ստացանք, վերջը այս տեսակի վարունգներ ստացանք, այսպես կապել, խնամքով մշակել եմ, ու սենց սիրուն ամեն օր օրոր շորոր եմ անում, իսկ հիմա գնանք են մի կողմը, այս կողմն էլ պամիդոր է, էլի ջրեմ պամիդորները, սաղ չոր են, են էլ լոբիները տեսեք, բայց լոբիներին հեսա ջուրը կդնեմ ու ինքն իրանք սկսի արդեն հոսել դեպի լոբիները, և այսպես ամեն օր հետևորդներ ջան, ամեն օր նույն աշխատանքը, կանաչիները հանել, ցանել, ընկել, ջրել, սենց խառը լիքը աշխատանքներ, ինձի սենց այս կողմերը պահեմ, այսպես ջուրը գնա, հետո նոր կդնեմ ընդհանուր արդեն կգնամ, հետևորդներ ջան, ովքեր են սիրում հողագործությամբ զբաղվել, հող մշակել, իմ նման թող գրեն մեկնաբանություններում, տեսնեմ իմ խելքի ինչքան մարդ կա,
Օրինակ ես շատ սիրում եմ, բանը արևել լինի, ես մեկա դուրս եմ գալիս, սկսում եմ բանը խոտ պոկել, ջուր անել, ցանել, չգիտեմ, այդպես եմ անում, մի հատ տեսնեմ շլանգը կհասնի, երկար տանեմ դնեմ լոբիի մոտ, մի քիչ քաշեմ, շլանգը բախտոց բերել է երկարա, դնեմ թող լոբիի մարգով ջուրը գնա և ջրվի։ Всё, ու այսպես ցեխ։ Րոպեն մեկ լվացնում եմ, րոպեն մեկ, բայց դե էտա ոչինչ։ Վայ մարոլներիս վրայով շլանգը գնաց, հեսա կուղենք, որ խնդիրներ չառաջանա, մեր նունե մոքորն էլ եկել է ինձ հյուր։ Նայում է, եկել եմ հիանալու։ Քո աշխատանքով Գոհար ջան։ Քո ձգտումով, քո աշխատանքով, որովհետև ամբարը նպաստ տարի էր այս տարի, ոչ բոլորի։ Չարչարվել եմ, որ վարում դելել է, գիտես քանի անգամ եմ ցանել։ Ոչ բոլորի մոտ է։ Քանի անգամ եմ ցանել, չէ, որը կարկուտը ջարդեց, որը չծլավ ճիճուները կերան, հետո դեղ տվի սկսի ցանել, հիմա ոչինչ էլի, արդեն ամենակարևորը գիտես որն է, որ չէ հուսալքվել։ Այսինքն այն որ ասում են կրկին փորձի, անցած տարի սրանք էլ էր, սա բաներ էլ է, ճիճու էր ընգե, ինչ էր էլ, ես ոնց որ ուտեր ճիճու, հիմա այս տարի սա էլ է դզվել։ Ամեն ինչը մարդու ձեռքին է ու ցանկությունը ունի։ Ես էլ աշխատանքային սեղանս է։ Ստեղ բերում եմ, բաներ եմ անում, շատ գիտեմ, բարտանյութ է, բաներ եմ սարքում, անում, ես իմ փչեմ, որ տեսնենք ինչ է լինելու։ Ուզես համեմ հանեմ մի քիչ տա։ Հեսա գնամ են կոմից ընդեղ են կոմը լավն է հանեմ, ու գամ։ Գնամ, հետևորդներ ջան, միասին գնանք մեր նունե մոքորի համար, համեն բերենք, այդ կողմը չեմ ջրել, որովհետև գիտեմ, որ վաղը առավոտյան արդեն պետք է համեմներ հանեմ, շաուրմայի համար, դրա համար էլ այդ կողմը չեմ ջրում։ Հիմա հեսոս դեր փորձեք համեմը հանել։ Մեր շունը ինչպես միշտ դերի մեջ է, անընդհատ հաչում է, անընդհատ։ Ապա տեսեք հետևորդներ ջան, ինչ համեմ ունեմ, մի հատ խնդրում եմ նայեք, նկարած, նկար, փայլուն, սիրուն, այն որ շողշողուն համեմ, այս էլ տանեմ, նվիրեմ, սենց ծաղկե բուկետ եմ արել, էլի, տանեմ նվիրեմ մեր նունե մոքորին, այս է մեր ծաղկե բուկետը, նունե մոքոր ջան, մի քանի հատը սենց դիզայն անենք, կողքերը սամի ձևավորենք, լինի սիրուն բուկետ։ Շնորհակալ եմ Գոհար ջան, թող քո աշխատանքը միշտ արդյունքի արժանանա։ Ապրեք, ապրեք։ Հենա ես էլ հեսա ջուրն է պրծնեմ, գնամ արագ սննդի կետ։ Հետևորդներ ջան, հերթը հասավ չրին։ Սա իմ շլորի չիրն է, հետևորդներ ջան, տեսեք թե ինչ սիրուն ստացվել է, սա այն չիրն է, որը նախորդ վիդեոն կհիշեք, որ ես բարձացել էի վերև, կանգնել էի այն մեծ ոշկայի վրա և շլոր էի հավաքում, մայրիկս էլ մեջի բաներն էր հանում կորիզները, բերեցի տուն անմիջապես և սկսեցի պատրաստել, մի հատ խնդրում եմ տեսեք հետևորդներ ջան, թե ինչ սիրուն, գեղեցիկ, սենց փայլուն, դեղին լավ չիր է ստացվել, տեսեք հավեսին, շատ լավն է, փայլուն, շողշողուն,
Այսօր պատկերացրեք, այսօր առավոտյան եմ ես դրել չորանոց, որպեսզի չորանա եւ արդեն իսկ պատրաստ է։ Ես շատ եմ իրան չեմ սիրում չորացնել, 5 հարկում էլ տեղավորել եմ։ Մի հատ խնդրում եմ գույնը նայեք, արտակարգ գեղեցկություն է։ Ես արել եմ այսպես ցուկատի նման, որ ինքը հա մի քիչ շիրա լինի, հա մի քիչ փափություն ունենա։ Տեսեք, ջրի ապարատը ունի 5 դարակ ունի, հետևորդներ ջան, ջրի ապարատը ոնց եմ անում։ Հիմա նայեք, ես այսպես հերթականությամբ, ասենք, նայ, այսպես ամանները սիրում, ակուրատնի իջար մեջ սենց մտնում, հա, տեսեք, այսպես շերտերով հավաքում եմ, բայց ասեմ, եթե ունեք նման տեսակի ջրի ապարատ, հետևորդներ ջան, ապա եթե պատրաստում եք սոկով ինքը, ասենց ջուրը, որ պետք է տակից գնա, շիրանի նկատի ունեմ, ապա մի թողեք, որ գնա եւ լցվի ապարատի այս հատվածները, կսկսում է ֆռիկը վատ ֆռել եւ փչանում է։ Ես ինչ եմ անում նախորոք հետևորդներ ջան, լցնում եմ այն ծակ փլավքամի մաղերը որ կան, լցնում եմ մեջը, թողնում եմ որոշակի մի կես ժամ ավել, տեսնում եք սոկը այդպես խոսել, դառնում է ինքը ցամաք, որ գնալու հնարավորություն չունենա եւ նոր շարում եմ մեջը ու դնում եմ։ Տեսեք, այսպես 5 հարգը անում եմ, սա էլ իրա փակելունն է, փակում, միացնում եւ դնում եմ ամենաբարձր ջերմաստիճանի, ունի մինչեւ 70 ջերմաստիճան, դնում եմ ամենավերջի 70 ջերմաստիճանի վրա եւ միացնում եմ, մոտավորապես անցնում է 2-3 ժամ, արդեն սկսում եմ նայել, այսպես բացում եմ եւ սկսում եմ տեղափոխություն անել, խոսք օրինակի նայեք, ասես վերցրել եմ 3 հատ այսպես, փոխում եմ այս տակինները, հանում եմ վերև, որովհետև տակինները հետևորդներ ջան ավելի շուտ է սկսում չորանալ, որովհետև տաք հոսանքը տակից է բարձրանում, դե բնականաբար մինչև հասնում է վերև ավելի ուշ է եւ այդպես 2-3 ժամը մեկ ես այսպես փոփոխություններ եմ անում, տեղափոխություններ եմ անում, որպեսզի խնդիր չառաջանա եւ ժամանակին բոլորն է չորանան, բայց այս շլորը, դե քանի որ ինքը փոքրիկ է, լավ եփված է, ես եւ ոնց եմ եփում ճիրը, դուք արդեն տեսել եք, եփում եմ այն աստիճանի, որ մուրաբայի նման ինքը եփվում է։ Ինչու չի լախկվում, որովհետև ես նախորդ կիր եմ դնում հետևորդներ ջան, կիրը ջրով բացում եմ եւ մոտավորապես 2 ժամ թողնում եմ կրի մեջ, դրա այդ իսկ պատճառով էլ ինչքան էլ եփվում է, պահպանում է իր իրական տեսքը եւ այսպես չորացնում եմ, իրիկունն եմ պատրաստել եփել, թողել եմ սիրոպի մեջ, առավոտ ջութվեր եմ կացել եւ դրել եմ մոտավորապես ժամը 9-ի մոտերն եմ դրել եւ արդեն ժամը 6-ն էր, ես արդեն անջատել եմ ապարատը, որովհետեւ արդեն լիովին չոր է, պատրաստ է, պետք չի այն աստիճանի չորանա, որ դժվարությամբ ուտես, իրան այսպես վիճակը շատ լավ է։ Այդքան ժամում պատրաստ է իմ ճիրը հետևորդներ ջան, հիմա ունեմ մի քիչ ձմերուկի կլեպ եմ այդպես կլպել ջրի համար, դե որովհետև նայեք, ձմերուկը պարտադիր կեղևներից ենք անում հետևորդներ ջան, պարտադիր։ Հիմա ձմերուկը կերել են, ես այսպես տեսեք, ձմերուկը կեղևազրկել եմ, այսա սիրունքը կտրատեմ ու քանի որ դե քիչ է, ունենք էլի ձմերուկ ուտելու, այսա մի կտորն է, մի հատվածն է, որ կկտրեմ, էլի կկլպեմ, կկտրատեմ ու քիչ-քիչ կանեմ, պարտադիր չի, խոսք օրինակի դու քո տան մեջ չես կարա մի անգամից ուտես մի 4-5 ձմերուկ եւ շատ չափաբաժնով անես, ես այսպես հանում եմ, կտրատում դնում եմ սառնարան, ոչ մի բան չի լինում, հավաքում է եւ մի անգամից մի հատ այս ամբողջական 5 դարակի համար պատրաստում եմ հետևորդներ ջան, ձմերուկը կտրատում եմ գաթա կտրիչով սիրուն, կիր ենք դնելու պարտադիր 2 ժամ, ինչքան էլ որ դու մտածում ես, վայ ձմերուկա պինդո կեղևն է, բայց ոչ հետևորդներ ջան, պարտադիր, լյուբոյ, յուրաքանչյուր ճիր պարտադիր դնելու եք 2 ժամ կրի մեջ անընդհատ կես ժամը մեկ խառնելով, դա շատ լավ տեսք է, ոչ թե տեսք է, իր դիրքը մնում է ինքը ոնց որ կա, ֆիքսվում է շատ սիրուն։ Այդպես անում եք եւ շատ լավ ստանում եք։ Եթե ցանկանում եք, ասենք թե քիչ պեսոկով անեք,
քիչ եք անում, խամչիր է համարվում, ովքեր որ նախընտրում են ցուկատ, ապա կիլոին կիլո շաքարավազը այսպես շերշեր տանում, թողնում են ջուրը դուրս է գցում, նոր դնում են եփելու, դա էլ ցուկատն է, ես հիմա շլորը արել եմ ցուկատ, Պեսոկը նախորով շերշեր տարել եմ, թողել եմ ջուրը դուրս է գցել և նոր արդեն իսկ պատրաստել եմ, հետևորդներ ջան, ինչու պատրաստման պրոցեսը եփելուն ցույց չենք տվել, որովհետև եփել եմ 3 ժամը գիշերվա 1-ին, ճիշտն ասած, մինչև որ արեցի, արդեն սենց ուշ ժամեր քնած էին, չէր ստացվում, ու տենց էլ չկարողացա վիդեո նկարահանել, բայց անպայման հեսա ձմերուկի պատրաստման պրոցեսը կանեմ, դա նույնն է, այնպես որ կարող եք անել երկուսը մեկում, ուտեք ձմերուկ, ստանաք ճիր, անպայման, մի գցեք կեղևը, մի գցեք, այդ օգտագործեք և պատրաստեք ճիր, թեկուզ թող քիչ լինի, ձեր ամենօրյա սուրճի համար լինի, ոչ մի խնդիր, հաստատ կանֆետից ավելի լավն է, իմ համար կոնկրետ կանֆետից ավելի լավն է, հետևորդներ ջան, հիմա այսպես ապարատս դնեմ իրա համապատասխան տեղը, արդեն առավոտյան մեջից կհանեմ, թող այսպես մնա, մեջից կհանեմ, նոր արդեն կպատրաստեմ, հեսա սա եմ սիրուն կտրատեմ և դնեմ սառնարան, այ հիմա ախորժակս տվեց ինչ, սուրճ խմեմ նոր պատրաստված ջրով, ինչ եմ անում, հիմա սուրճ եմ պատրաստում, և նոր պատրաստածով արդեն իսկ վայել եմ, այսպես, սուրճ, ճիշտ է ժամը ուշ է, բայց դե ինձ դա չի խանգարում, ինչ եմ անում, ուրեմն, մի քանի հատ տնեմ, որպեսզի փորձենք վայելել, սա իմ սնիկերսն է, սրանով եմ խմում, սա իմ համար շոկոլադից առավել է հետևորդներ ջան, հիմա նախ մինչև սուրճի լինելը համտեսեմ, հա ինչ եմ ասել, բնական միջոցներին, եթե կա բնական համով անարատ բան, ինչու վերցնել ուրիշ տեսակի բաններ, շոկոլադներ, ինչեր չեք իմանում, թե ինչից են պատրաստված, ես օրինակ ամբողջ տարին իմ սուրճը խմել եմ չրերով, նաև միատնի կանֆետով, գիտեք, որ ես սիրում եմ միատնի կանֆետով սուրճս խմել հետևորդներ ջան, բայց դա չի խանգարում, հիմա դուք կարող եք եփել, միանալ ինձ և իմ հետ սուրճ խմել, հաստատ հիմա այնպես է, որ բոլորն է պատրաստում են չրեր, դուք եք ունենաք, այնպես որ կարող եք պատրաստել սուրճը և միանալ ինձ հետ, սուրճ խմելու, այնքան ուշ է եփվում ես, գազերը չունեն, են ուժեղ, որ դրվում էր միանգամից եփվում էր, այսպես եփած, ես էլ սուրճը,
Համով է։ Շատ լավն է։ Այս տարին հետ է բոլոր առումներով, որովհետև անցած տարի արդեն այս ժամանակը բավականին մեծ քանակությամբ չրեր ունեին պատրաստած։ Այս տարի, որ հետ ընկավ ամեն ինչ, ոնց որ աշխատանքներն հետ ընկավ, բացի հետը ծիրան շատ քիչ եղավ։ Ծիրանի քիչ լինելու պատճառով, որ ասենք թե ծիրանի ճիր այս տարի շատ քիչ է, կարելի ասել մի քանի հատիկ է մտեց արել է քավոր լինելու համար, իսկ անցած տարի կոնկրետ արել եմ մոտավորապես 4-ից 5 արկղ, պատկերացրեք ինչ կարգի քանակություն եւ հիմա ինչ տեսակի սակավություն։ Տարին այդպես հետ է բոլոր առումներով, թե բակերումը, ցանածները, հաստատ ուշ է, անցած տարի այս վաղտես արդեն վարունգ ունեի մարինատացված, լոբի ունեինք, դրել էինք սառցեխցիկ, ուտում էինք, օգտագործում էինք, իսկ այս տարի արդեն հիմա այս դրությամբ այսպես փոքր էին լոբիները, վարունգը, դեռ հələ մի 10-15 օր է հարկավոր, որ արդեն սկսվի նորմալ քաղվել։ Փոքրներ անում մի անգամից։ Աստակարգ։ Ես ամբողջ նոր տարին, որ սկսվում է, ես սկսում եմ չրերով, չուչխերներով, վաճառքի իր տեսականիներով, համով։ Երբ որ նոր տարին գա, հետևորդ նրջան, ապա մեծ սիրով բոլորը հրավիրում եմ ճիր ու չամի չուտելու մեր տուն։ Սուրճ կխմենք, կզրուցենք, շատ լավ ժամանակ անցկացնենք հետևորդներ ջան, բոլորիդ հրավիրում եմ այս տարի նոր տարի ունենք Ստեփանավանում, ովքեր համաձայն են, մեծ սիրով կընդունենք բոլորին էլ։ Տեղերի մասին մի մտածեք, բոլ տեղեր ունենք։ Շատ համով է սուրճը, շատ համով, օրինակ կան տարբեր գնային սուրճեր, կոնկրետ այս սուրճը շատ համով է, ես միշտ դա եմ սիրում հմում, նայեք Մեղրիում մենք վերցել էինք, ասենք թե արաբիկայի նմաններ ինքը, բայց համեինց բոլորովին դուրս չի գալի, որ ինքը վատ սուրճ է, այլ ես չեմ սիրում արաբիկա, ես եթե արաբիկա վեր կացա այդ խմեցի, ես ամբողջ օրը հաշվեք սուրճ չեմ խմել, ես պետք է խմեմ աղացած, մեր սովորական սուրճը, որ մի բան հասկանա։ Այսպես հետևորդներ ջան, տունը հյուր եկավ, էլի եկան ամուսնուս տեսնելու, առավոտություն ենք ընդունում, ճանապարհում, այնքան մարդ ա գնում գալիս, որ հիմա այս պահին արդեն այս ժամն է, մոտավորապես 9:30 է, բայց էլի հյուր եկավ տունը, գնամ տեսնեմ հյուրը ինչ է ցանկանում, ինչ հյուրասիրեմ, ու այսպես շարունակ անցնում է մեր ամբողջ օրը հետևորդներ ջան, այնպես որ բարի գիշեր հետևորդներ ջան, մնացեք Աստծով, ձեր հետ գոհարներ։